Ողջույն 24-ի եթերում հետագիծն եմ Նարեկ Գալասյան, այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Լիայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանին, պարոն Գրիգորյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, տեսեք հայ-ռուսական հարաբերություններում տարածաշրջանային զարգացումներում, չնայած ամառա շոկա որպես կանոն մարդիկ այս ընթացքում այսպես առավել пассив են, բայց այդ փոխհրաձգությունը արդեն վերջի 2-3 օրվա ընթացքում բավական ակտիվացել է, կամ նոր փուլ է դուրս եկել, հա։ Մենք գիտենք նրա մասին, որ տեղ ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, Կրեմլի մամուլի ծառայության եւ Հայաստանից պաշտոնական Երևանի մամուլի ծառայությունների հաղորդագրությունների տարբերություն գոյություն ուներ, միտեղ նշված էր, որ Պուտինն ասում էր, որ ԵԱՏՄ հարցով պետք է հանրաքվե արվի, մյուս տեղում ասում էր, որ Հայաստանը ինքը պետք է որոշի եւ այլն, հետո 3 չէ առաջ օրը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության զեկույցը դուրս եկավ, որ Հայաստան, Եվրամիություն եւ այլն այսօր դրա հաջորդ արարը տեղ ունեցավ, որ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ ասաց հետեւյալը, որ եթե հարցերը չլուծվեն, այսինքն Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքի արտահանումը չվերականգնվի, ապա դա ԵԱՏՄ սկզբի վերջն է, սա մեկ, վերջի սկիզբը։ Կամ այո, ԵԱՏՄ վերջի սկիզբը, ճիշտ եք ասում ներողություն, եւ երկրորդ խնդիրը, որ մենք ոչ մի հանրաքվե չենք անելու կամ անելու ենք այն ժամանակ, երբ որ ինքներս ենք ուզելու, եւ մենք պարզ Ռուսաստանին ասել ենք, որ մենք գնում ենք եվրոինտեգրացիայի ճանապարհով, որովհետեւ չի լինելու այլևս այնպիսի իրավիճակ, որպեսզի մենք այլընտրանք չունենանք։ Հատկապես վերջին ձևակերպումը բավական հետաքրքիր է, որ մենք այլընտրանք չունենանք, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցել մինչև հիմա, ըստ իշխանությունների այլընտրանքի բացակայության հետևանք ա եղել Արցախ, հետո հարձակումներ Հայաստանի սուվերեն տարածքի վրա են։ Ինչ ունենք մենք ըստ այս իրավիճակում եւ որքանն է adekvat Հայաստանի իշխանությունների գործողությունները։ Սկսեմ հենց այդ վերջին դիտարկումից, շատ հետաքրքիր ու շատ կարևոր է, շատերի համար գուցե նկատելի չլինի, թե որքան տարօրինակ է այդ հայտարարությունը։ Ես հիմա չեմ ուզում իմ ակադեմիական գործերի կամ աշխատությունների մասին երկար խոսել, բայց ես 20 թվականի պատերազմից հետո մի հոդված գրեցի եւ այդ հոդվածի հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ Հայաստանի այդ բավականին արտառոց դիվանագիտական դիրքորոշումն ու վարքագիծը հասկանալի ու բացատրելի է դառնում միայն այն դեպքում, երբ մենք հասկանանք, որ մենք գործ ունենք հեղափոխական ուժի հետ, իսկ հեղափոխական ուժերին բնորոշում են մի քանի հատկանիշներ, մի քանի կարևոր հատկանիշներ, հիմա ես մնացածի մասին չեմ խոսի, բայց այդ հատկանիշներից մեկն այն էր, որ նրանք համարում են, որ իրականությունը ոչ թե տրված է այնպիսին ինչ որ կա, այլ իրականությունը պլաստիլինի պես մի բան է, որ կարող են ուզած բանին վերածել, ուզած ձևով ծեփել, իրականությունը ստեղծում են իրենք, իրականությունը կերտում են մարդիկ, իրականությունը կերտում են քաղաքական ուժերը, եւ սա դրա հերթական դրսևորումն է։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե այդ ալտերնատիվները ինքը կարող է ստեղծել, կամ եթե ժամանակին եղել են այդ ալտերնատիվները, իրական ալտերնատիվներ են եղել, ու չգիտես ինչու Հայաստանի նախկին ղեկավարները նախընտրել են այդ ալտերնատիվները չօգտագործել իրենց բանակցային կամ այդ սակարկության մեջ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ։ Այդ ալտերնատիվներն իրականում այդքան էլ ակնհայտ ու լավ ալտերնատիվներ չեն, եթե դրանք նույնիսկ գոյություն ունեն։ Եվ դա ուղղակի հերթական ապացույցն է այն բանի, որ այս մարդիկ իսկապես որդեգրել են մի քաղաքականություն շատ երկար ժամանակ արդեն, որի հիմնական իմաստը, հիմնական նպատակը, հիմնական շարժիչ ուժը երկրի ստրատեգիական վերակողմնորոշումն է, եւ նրանք գնում են այդ ճանապարհով առանց աջուձախ նայելու, առանց ռիսկերը հաշվի առնելու, առանց իրականության սահմանափակումները հաշվի առնելու, որովհետեւ այս մարդիկ իսկապես միշտ համարել են, որ իղձերը առաջնային են, իղձերն ավելի կարևոր են, ոչ թե ավելի կարևոր են, իղձերն են կարևոր, այդ սահմանափակումները նյութական իրականության։ Նրանք կամ գոյություն չունեն, կամ դրանք հեշտ հաղթահարելի են բոլոր դեպքերում, ամեն ինչ կախված է կամքից, ամեն ինչ կախված է այդ իղձերի նվիրվածությունից, հետևողականությունից եւ այլն։ Ասենք, եթե մի քիչ էլ դեպի ակադեմիական դաշտ գնանք, ակադեմիական տեսական բանավեճերի մեջ այդ դիրքորոշումը հայտնի է որպես կոնստրուկտիվիզմ, այս մարդիկ իսկապես կոնստրուկտիվիստներ են, սրանց թվում է, թե իրականությունը ստեղծում են իրենք, ոչ թե եւ նրանք երբեք չեն համարում, որ իրականությանը հարմարվել է պետք եւ իրականությունը շատ իրականում կոշտ բան է
Եվ երբ դու արհամարում ես իրականության պարտադրած օրինաչափությունները, սովորաբար փորձանք ես հանդիպում եւ ցավոք ես չեմ կարծում, որ այս պարագայում նման քաղաքականություն ուրիշ արդյունքի է հանգեցնում։ Ինչ արդյունքի պիտի հանգեցնի, պարոն Գրիգորյան։ Տեսեք, լավ, եկեք արդյունքների մասին խոսելը, փորձենք հասկանալ, թե ինչու է այդ ամեն ինչը տեղի ունենում կամ ինչի է Նիկոլ Փաշինյանը գնում այս ճանապարհով։ Եթե ԿՊ-ն ուղիղ դրա մասին չի հայտարարում, ապա ԿՊ-ը մերձ այսպես խոսող գլուխները բացատրում են տեղի ունեցող իրադարձությունները հետևյալ կերպ, որ 20 թվականի պատերազմից հետո փաստացիորեն Ռուսաստանը դարձավ Հայաստանի համար թիվ 1 այսպես խեղդվող, պարտված Հայաստանի, հա, այդ քայքայված բանակի արկայության պարագայում թիվ 1 հույսը դարձավ, բայց 21-22 թվականներին Հայաստանի վրա տեղ ունեցան հարձակումներ եւ Ռուսաստանը մատը մատին չտվեց։ Մատը մատին չտվեց այն բարձ պատճառով, որ հարավային Կովկասում հայկական իր ազդեցությունը ինքը օգտագործեց իբրև մանրադրամ ուկրաինական ճակատում սկսված գործողությունների ժամանակ Թուրքիային եւ Ադրբեջանին որպես այլընտրանքային ճանապարհներ ունենալու, հա, կամ թուրքական զսպվածություն առնվազն ստանալու համար։ Կոպիտ ասած մեզնով հաշիվ փակեց թուրքերին։ Ու հիմա այդ նույն ԿՊ-ականները ասում են, որ հիմա եկել է ժամանակը, որ Ռուսաստանը փաստացիորեն ուկրաինական ճակատում լրջագույն բարդություններ ունի, հարավային Կովկասում օբյեկտիվորեն իր դերակատարությունը պակասում, թրիփ է ստեղծվում, Ադրբեջանը տեսնում ենք Ալիևը հաթաթ է անդադ տալիս ռուսներից, իսկ ռուսական ազդեցությունը Ադրբեջանում էլ է մինիմալի հասել։ Մենք ճանապարհում ենք հեռացող Ռուսաստանին դեպի Հյուսիսային Կովկաս կամ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ, որտեղ իրանք եկան 19-րդ դարի, 18-րդ դարի վերջ 19-րդ դարի սկզբին, եւ կառուցում ենք նոր իրականություն, որտեղ կա Արևմուտք, որտեղ կա Միացյալ Նահանգներ եւ այլն եւ այլն։ Սրա մեջ տրամաբանություն կա։ Այսպես պատասխանել հարցին։ Եթե նույնիսկ դրա մեջ տրամաբանություն կա, կամ եթե նույնիսկ այդ կանխատեսումները իրականանան, ասենք Ռուսաստանին ճանապարհում ենք, Ռուսաստանը այլևս ի վիճակի չի նույն աստիճանի իր ազդեցությունը պահել հարավային Կովկասում ինչ մի ժամանակ էր, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը, որ դրանից ուրախանում են, կամ որ այդ ԿՊ-ն ու ԿՊ-ամերձ շատ ուժեր համարում են, որ Հայաստանը պիտի օգնի Ռուսաստանին հեռանալու Կովկասից։ Իսկ որ դա այդպես է, հույս ունեմ, ինձ հետ տարաձայնություն չունեք այդ հարցում։ Որ օգնում են։ Որ իրենք պիտի օգնեն, շատ լավ է, որ Ռուսաստանը հեռանում է։ Ի վերջո, այս քանի տարի է մեր քաղաքական դիսկուրսը թաթախված է այդ բանի մեջ, որ վերջապես մենք վերականգնում ենք մեր սուվերենությունը, մեր ամենամեծ խնդիրը եղել է մեր սուվերենության սահմանափակումը, Ռուսաստանից մեր կախվածությունը եւ այլն։ Հիմա մենք վերականգնում ենք մեր սուվերենությունը, իսկ եթե ռուսները ընդհանրապես գնան, մենք բացարձակ սուվերեն կդառնանք այդ մարդկանց կարծիքով։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի գնալուց հետո այդ մարդիկ մեզ հստակ չեն բացատրում, թե դրան ինչ է փոխարինելու։ Եվ եթե այսինքն հստակ չեն բացատրում, որն է, շատ հաճախ խոսում են այն մասին, որ դե մենք մեր հարևանների հետ ուղիղ լեզու կգտնենք, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ լեզու կգտնենք, խաղաղության պայմանագիրը կստորագրենք եւ դրանով ամեն ինչ կավարտվի։ Բացվեն տրանսպորտային հանգույցները, մենք գտնենք դեպի Եվրամիություն, գտնում ենք շուկաներ եւ այլն եւ այլն։ Միր во всем мире։ Հա, միր во всем мире, այսինքն Հայաստանը հայտնվելու է մի վիճակում, երբ նա դուրս է որևէ անվտանգության համակարգից, եթե ռուսները գնան, հապն էլ է գնում, հայ-ռուսական այդ դաշինքն էլ է գնում, եւ Հայաստանը որևէ անվտանգության համակարգի մաս չի լինելու այդ պարագայում եւ գործ է ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղղակի։ Դա այդպես չի։ Մեծ հաշվով հա, բայց եթե էլի կրկինս ԿՊ-ականների տրամաբանության, եթե դու բոլոր խնդիրները լուծում ես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հիմա գանք բոլոր խնդիրների լուծմանը։ Այստեղ դու այլևս վտանգել չես սպասում։ Փաշինյանը ասում է, չէ՞, մեր անվտանգությունը մեր լեգիտիմության մեջ է։ Մեր քաղաքական դիսկուրսի աղքատության ամենամեծ դրսևորումներից մեկը այդ ամեն ինչի սև ու սպիտակեցումն է եւ ամեն ինչի գրեհկացումը։ Հիմա երբ որ ասում ես չի կարելի նման պատրանքներ ունենալ, որ Ադրբեջանը իրեն պահելու է լավ հարևանի պես, այդ ինչ որ հայդատական խոսակցություն է,
հակաթուրքական ինչ որ տրամադրությունների արտահայտություն է դա։ Ես ընդհանրապես դա որպես կանոն գրեհկացվում է, հարաբերակ ուզում գրավի։ Այդ հարցում ինձ քննադատել եմ քիչ դժվար է, որովհետև ես հետագից կա, ես իմ փաստորեն ամբողջ գիտակցական կյանքում կողմնակից եմ եղել եւ Արցախի հարցի կոմպրոմիսային լուծման, հարևանների հետ հարաբերությունների նորմալացման, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության հիմք չդարձնելու եւ այլն եւ այլն։ Այսինքն ինձ այդ տեսակ բաների մեջ մեղադրելը մի քիչ դժվար է։ Բայց երկու ընտրությունը բանը չի, մի կողմից հայդատականությունը, մյուս կողմից ամեն ինչ լավ կլինի, հարևանների հետ խաղաղության պայմանագիր կկնքենք, երբ դու ունես ուժի ասիմետրիա, սա էլեմենտար քաղաքագիտական, միջազգայնագիտական սկզբունք է։ Եթե դու ունես ուժի ասիմետրիա եւ որոշակի խնդիրներ քո հարևանի հետ, այդ դեպքում կոնսերվատիվ դիրքորոշումը ինչ որ երաշխիքներ ունենալն է։ Ինչ որ թղթի կտորը ստորագրված նման երաշխիք չի կարող լինել, հատկապես երբ նայում ես Ադրբեջանի հռետորաբանությանը, Ադրբեջանի ներսում տեղի ունեցողին, Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, պարզ տեքստով ադրբեջանցիները, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են բազմիցս, որ նույնիսկ պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի պահանջներն ու ակնկալիքները չեն դադարելու, որ խոսում եք այդ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջանի մասին միայն ագրեսիվ բանի առևտրաբանության մասին, նաև դրա մասին, նաև 300,000 ադրբեջանցիների մասին, նաև Միջանցքի տրամաբանության մասին, նաև ասենք ավելի էքստրավագանտ հայտարարություններ են անում Ալիևը մի ժամանակ, որ Հայաստանին բանակ պետք չի, որ Հայաստանը պիտի կոմպենսացիա վճարի այդ բանի համար, այդ օկուպացիայի համար 30-ամյա եւ այլն, որ առժամանակ ասենք դրանք մի քիչ հետ են քաշվել, բայց մենք գիտենք, որ այնտեղ այդ տեսակ տրամադրություն, այդ տեսակ մտադրություններ կան եւ բաց տեքստով ասում են, որ խաղաղության պայմանագիրը չի սպառում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի օրակարգը եւ ադրբեջանցիների ակնկալիքների ու պահանջների ուրեմն այդ ամբողջ ցանկը բաց տեքստով են ասում սա։ Այսինքն ես չեմ հասկանում ինչպես կարելի է նայել դրան եւ հույս ունենալ, որ անվտանգության որևէ համակարգից դուրս գտնվելու դեպքում Ադրբեջանի վերաբերմունքը ավելի մեղմանալու է մեր նկատմամբ։ Հիմա սրա հակափաստարկը մենք շատ լավ գիտենք ինչ է, որ ուզում դրա մասին է խոսում, պարոն Գրիգորյան, վերջո Հայաստանի իշխանությունները 22 թվականին մեզ չպաշտպանեցին։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Հայաստանի իշխանությունները փաստացիորեն այս հարաբերությունների մեջ որոշակի առումով բերելու մտցրել են, աշտինեն շահերից ելնելով ամերիկյան Միացյալ Նահանգներին։ Ու Միացյալ Նահանգները մեզ ենթադրաբար պատահական չի, որ TRIP-ի եւ այդ խաղաղության նախաստորագրման օրերը, ժամկետները համընկան եւ կարծես թե որոշակի փոխկապակցություն կա։ TRIP-ի փաստաթուղթը վստահ եմ կարդացել եք, շատերը ձեր ընկերներից նույնպես վստահ եմ կարդացել են, TRIP-ի փաստաթղթում հատուկ կետ կա, հատուկ անհրաժեշտ են համարել նշելու, որ սա չի ենթադրում որևէ անվտանգության երաշխիք։ Ես հիմա գուցե բառացի չեմ մեջ բերում, թե իմաստը դա է, որ դա որևէ պարտավորություն անվտանգության առումով Միացյալ Նահանգների համար չի ենթադրում։ Հիմա շատ հաճախ երբ այս հարցը մարդկանց հետ քննարկում ես, ասում են դե մի անգամից չի լինի, եթե ինչ որ շահեր ստեղծվեն, եթե ինչ որ ներկայություն լինի, հետո աստիճանաբար եւ այլն, մեթոդաբանական սխալ կա այստեղ, այսինքն դա ավելի շատ հույս է, քան փաստ, քան հիմնավորում, այն դեպքում, որ իսկապես երբ նայում ես, թե ինչը պիտի դրթի Միացյալ Նահանգներին այստեղ Հայաստանին Ադրբեջանի դեմ անվտանգության երաշխիքներ տալու, ու սեփական ներդրումները առնվազն էլի, եթե այդպես է։ Վերջո այդ ճանապարհը, որը գործարկվելու է, եկեք անկեղծ լինենք, այդ ճանապարհը Միացյալ Նահանգների ճանապարհն ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար, քան Ուկրաինան։ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չեն տվել, որևէ պարտավորություն չկա պատերազմի գնալու Ուկրաինայում։ Հիմա կարող են ասել Ուկրաինային օգնում են եւ այլն, ավելի լավ կլիներ չօգնեին Ուկրաինային, բայց սա առանձին խոսակցություն է, շատ ավելի լավ կլիներ երևի Ուկրաինայի վիճակը, քան այն օգնությունը, որ ստանում է Ուկրաինան, բայց ոչ Վրաստանին են նման երաշխիքներ երբևէ խոստացել,
կար process 2008 թվականին, երբ որ որոշեցին, որ ՆԱՏՕ-ի անդամության այդ process-ի մեջ պիտի մտցնեն, հետո դրանից հետո Վրաստանի պատերազմից հետո հետ քաշեցին դա եւ Ուկրաինայի պարագայում եւ Վրաստանի պարագայում, ու նույնիսկ Ուկրաինայի պատերազմի էսկալացիայից հետո, չնայած այդ բոլոր սանկցիաներին, բոլոր քայլերին ռուսների դեմ Ուկրաինային տված օգնությանը, նրանք հրաժարվել են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային որպես այդպես։ Մեզ հետաքրքիր պարադոքս է ստացվում։ Մի պարագայում կա անվտանգության երաշխիքներ, դրանք չեն աշխատում, մյուս պարագայում էլ անվտանգության երաշխիքներ չկա, բայց չկա պատերազմ։ Ես դա էլ եմ վիճելի թեզ համարում։ Այդ չաշխատելն էլ, դա էլ մեթոդաբանական խնդիր է։ Այսինքն, եթե 2022 թվականին այդ անվտանգության երաշխիքները չեն աշխատել, նախ պիտի հարցնել ինչու չեն աշխատել։ Այսինքն բոլորի համար կարծես թե ակնհայտ է, որ դրանք չեն աշխատել, որովհետև ռուսները ինչ որ չարական մոտիվներ ունեին, գուցե ունեին, բայց միանգամայն հնարավոր են այլ բացատրություններ այդ երաշխիքների չաշխատելու ռուսների չարակամությունից բացի, պարզապես մեր խոսակցության մեջ էլի եմ ասում, այդ մեթոդաբանական խնդրեմը կա, որ ինչ որ բան ենթադրվում է եւ դա շփոթում են փաստի հետ, կամ համարում են, որ դա միակ հնարավոր բացատրությունն է։ Դա փաստը այն է, որ չեն օգնել, հիմա թե ինչի չեն օգնել, արդեն կարելի է քննարկել։ Չէ, շատ կարևոր է թե ինչու չեն օգնել, որովհետև այդ հարցը որովհետև այդ արգումենտը երբ որ մեջտեղ է բերվում, թե եթե ջերմուկում չօգնեցին, Երևանում էլ չեն օգնելու։ Երևանի վրա հարձակման կամ ամբողջ լայնածավալ Հայաստանի դեմ հարձակման պարագայում էլ չեն օգնելու։ Դա փաստարկման կարիք ունի իրականում։ Դա ենթադրել կամ արտածել այդ փաստից այդ հետևությունը հնարավոր չի։ Բայց եթե մի անգամ չեն օգնել, ավելի հավանական չի, որ շարունակելու են չօգնել, քան թե ավելի հավանական է, որ շարունակելու են։ Վստահ չեմ, որովհետև դրանք նույն բաները չեն։ Տառապանքը փորձ ունի։ Էլի եմ ասում, դրանք նախ նույն բանը չեն, նույն կշիռը չունեն այդ երկու բաները։ Անշուշտ նույն կշիռը չունեն։ Երկրորդ նորից եմ ասում, շատ կարևոր է այս պարագայում հասկանալ, թե ինչու չեն օգնել։ Այ եթե հասկանանք ինչու չեն օգնել, գուցե գանք այդ եզրակացության, որ այն ժամանակ չեն օգնել, այն ժամանակ հիմա էլ չեն օգնելու։ Բայց մենք չենք փորձում բացահայտելու, թե ինչու չեն օգնել։ Ի վերջո, ես էլ սա որպես հաստատ 100%-անոց ասենք բան չեմ ասում, ապացույց որպես կամ հիմնավորում, բայց սա հնարավոր բացատրություններից մեկն է, թե ոչ միակը։ Եկեք չմոռանանք, որ 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը հրաժարվեց այդ փաստաթղթի որոշ դրույթներ կատարել։ Դուք նկատի ունեք այդ ճանապարհի հատկացումը, որ այսօր թրիփով փաստացի իրականացվում է։ Այո։ Դա Հայաստանը հրաժարվեց իրականացնել, որը Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ ստեղծեց եւ Ադրբեջանի հետ իր հարաբերություններում, ասենք, եթե նրանք Ադրբեջանի ինչ որ բաներ ստիպեին, եւ գուցե ես չեմ բացառում, որ ռուսները նույնիսկ համարում էին, որ ջերմուկի վրա հարձակումը Հայաստանի վրա ճնշում կլինի, Հայաստանը ինչ որ օգնություն կխնդրի, այդ հարցում կմեղմացնեն իրենց դիրքորոշումը եւ այլն։ Ես ելի եմ ասում, պատճառները հասկանալը շատ կարեւոր է։ Գուցե բացատրությունն այն է, որ Ուկրաինայում նրանք շատ ծանր վիճակում էին արդեն այդ ժամանակ եւ Թուրքիայի պոզիտիվ չեզոքությունը շատ կարեւոր էր, նրանք դա չէին ուզում վտանգել։ Դրա մասին խոսում, ասում են, ինչի պետք է մեզանով հաշիվ փակեն թուրքերին։ Մենք էլ այնտեղ ուղղակի թուրքերին։ Հիմա տեսեք, եթե մենք ուրիշ ալտերնատիվ ունենայինք, եթե մենք ավելի լավ պոտենցիալ երաշխավոր ունենայինք, ես նույնիսկ առանց այդ ամեն ինչի, նույնիսկ առանց ջերմուկի այդ իրադարձության եւ այլն, ես երկու ձեռքով կողմ կլինեի, որ մենք երաշխավորին փոխեինք։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս խոսակցությունները տեղի են ունենում առանց ալտերնատիվի քննարկման։ Այլի հին խոսակցություն մեր նախորդ խոսակցությանը գանք, ցանց թվում է թե ալտերնատիվները իրենք են ստեղծում։ Ալտերնատիվները իրենք չեն ստեղծում, այդ ալտերնատիվները չկան պարզապես։ Այս դեպքում գոյություն չունեն եւ անվտանգության դեպքում գոյություն չունեն։ Ինչ վերաբերում է Ամերիկայի շահեր ստեղծելուն այդ թրիփի հետ կապված, Ամերիկայի դերի ուժեղացման, դիրքերի ուժեղացման, արևմուտքի դիրքերի ուժեղացման, ես չգիտեմ այդ մարդիկ որտեղից են ինֆորմացիա ստանում, ինչին են հետևում, ինչին են նայում, բայց այսօր խոսել են մասին, որ տեղի ունեցող է վերջի մի քանի տարի կամ ասենք մի տասնամյակ ու կես ինչ որ տեղի ունենում աշխարհում, որ խոսքը գնում է արևմուտքի ուժեղացման մասին, ամբողջ նույն ամերիկյան քաղաքագիտության մեջ ամենատարածված խոսակցություններից մեկը այն է, որ մենք գործ ունենք աշխարհակարգի փոփոխության հետ, ինչի անունը միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի անցումն է, բայց երևի միայն Հայաստանում է որ նայում են այդ process-ին եւ որոշել են որ այդ միաբևեռ աշխարհը ավելի ամրապնդվում է։
Իդեմս արևմուտքի Եվրոպայի Միացյալ Նահանգների ուժի Հայաստանի իշխանությունները չեն խոսում արևմուտքի հեգեմոնիայի մասին, որ բային հերոսացիա միացնում ես, սառնանը բացում ես, գորմեն դիվերսիֆիկացիա, փակում ես, այդպես բանանում։ Ես ինքս դիվերսիֆիկացիայի կողմնակից եմ։ Եթե ես ասենք փող ունենայի բան անելու, ինչ որ այդ արժեթղթեր առնելու, բնականաբար ես մի արժեթուղթ չէի առնի, մի քանիսը կառնեի։ Դիվերսիֆիկացիան այդ բանն է։ Ամերիկացիները ասում են մայրության եւ խնձորի պիրոգի պես բան է։ Բոլորն է գիտեն, որ դա լավ բան է, դիվերսիֆիկացիան, հա, բայց սա էլ շատ հատուկ է մեր քաղաքական դիսկուրսին, որ ինչ որ абստրակտ մի բան են վերցնում։ Դա դիվերսիֆիկացիան լավ բան է, էլի դուք դեմ եք դիվերսիֆիկացիային։ Իսկ դու դեմ եք, որ մենք ալտերնատիվներ ունենանք։ Այդ դիվերսիֆիկացիան, հետո երբ որ այդ абստրակտ բաները օպերատիվ կատեգորիաների են վերածում, ուզում ես հասկանաս, թե դա ինչ է նշանակում իրականության մեջ, այդ ժամանակ խոսակցությունը ավելի իրական է դառնում, բայց երբեք դրան չեն գնում։ Խոսակցությունը սովորաբար սահմանափակվում է այդ տեսակ абստրակտ հայտարարություններով, դիվերսիֆիկացիան լավ բան է, դիվերսիֆիկացիա, Տրամպուղի եւ այլն։ Ինչ մի բան էլ ավելացնեմ Տրամպուղու վերաբերյալ։ Իրանը կտրականապես դեմ է այդ պրոյեկտին։ Այդ պրոյեկտին ես վստահ եմ ռուսներն էլ են կտրականապես դեմ, չնայած ռուսները նույն ագրեսիվությամբ դրա դեմ չեն խոսել։ Ռուսները ասում են մենք էլ մասնակցենք։ Մենք էլ մասնակցենք, ինչ որ հարմարեցնենք ԵԱՏՄ-ի կարգավորումներին եւ այլն։ Համենայն դեպս այն տեսքով, որ ամերիկացիներն են պատկերացնում, ռուսներն էլ են դեմ դրան։ Իրանն էլ է դեմ դրան։ Հիշենք նաև, թե ասենք եկեք պարզ խոսենք, թե Տրամպի իմաստը ինչ է, դա բան Տրամպի Թրիփի իմաստը ինչ է։ Թրիփի մասին խոսում էին դեռ Տրամպի իշխանության գալուց առաջ։ Ջեյմս Օբրայենը երբ որ Երևանում էր, ազատություն ռադիկալային մի ցնցող հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ մենք ոչ միայն դեմ ենք, որ ռուսական անվտանգության ուժերը վերահսկեն այդ ճանապարհի անվտանգությունը, երբ որ դեբլոկադան տեղի ունենա։ Մենք ակնկալում ենք, որ այդ ճանապարհի բացման պարագայում, այդ պրոյեկտի իրականացման պարագայում ռուսները դուրս կմղվեն կամ որևէ դերակատարություն չեն ունենա այդ պրոյեկտի շրջանակներում։ Կարող եք նայել Պոլ Գոբելի հարցազրույցը այս կապակցությամբ, վստահ եմ ձեր ունկնդիրները գիտեն ում մասին եմ խոսում։ Այո, հայտնի Գոբելի Մաթյու Բրայզայի դրա մասին շատ մեծ քննարկում տեղի ունեցավ Վաշինգտոնի think tank-երից մեկում։ Մի ժամ ու կեսանոց քննարկում էր, թե դրա գեոպոլիտիկ իմաստը ինչ է, եւ այս ամերիկացիները վերջի 10-ին ռուսներին եւ Իրանին մեկուսացնելու այս ռեգիոնից դա է հիմնական գեոպոլիտիկ իմաստը։ Էրդողանը երբ որ դրա մասին հայտարարություն արեց Փաշինյանի Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո, հայտարարեց, որ դա միայն գեոպոլիտիկ ծրագիր չի, այսինքն հիմնականում գեոպոլիտիկ ծրագիր է, բայց տնտեսական կոմպոնենտ կա։ Ֆիդանը դրա մասին բացահայտ խոսել է։ Ու բայց բանը էլի մեր քաղաքական խոսույթում, մեր քաղաքական բանավեճերում այդ ամեն ինչը մղվել է մի կողմ եւ դրան ինչ որ անուն ենք դրել, ինչ որ ինտերպրետացիա ենք կպցրել դրան, որը համապատասխանում է մեր իղձերին, այդ դիվերսիֆիկացիայի բաներին, հա։ Բայց էլի եմ ասում, երբ որ նայում ես օպերատիվ ինֆորմացիային, այդտեղ դիվերսիֆիկացիայի ոչ չի։ Այսինքն դուք թերահավատություն ունեք, որ ընդհանրապես այս ծրագիրը կատարկացվի։ Սենց ասեմ, դիվերսիֆիկացիա բառը, նույնիսկ կոնցեպտը, նույնիսկ կոնցեպտուալ այդ абստրակտ մակարդակում դա սխալ է, որովհետև մենոնք չեն խոսում դիվերսիֆիկացիայի մասին։ Մերոնք արևմուտքի հետ միասին այդ բանը ուրեմն այդ պրոյեկտի, այդ նախագծի իրականացնողների ու ոգեշնչողների հետ միասին երբեք դրա մասին չէին խոսում, դա ամերիկացիների հետ արված գործարք է, ինչ դիվերսիֆիկացիա։ Ինչա մերոնք հրավիրել են ռուսներին բանանել, Թրիփի մասով դիվերսիֆիկացիա գոյություն չունի, մերոնք ընդհանրապես դիվերսիֆիկացիայի մասին են խոսում, որ ժամանակին ամբողջ մեր այսպես հավքիթները դրված էր ռուսական զամբյուղում, հիմա այսպես կամաց տանում են դեպի եվրոինտեգրում եւ այլն եւ այլն։ Այսօր արևմուտքն ու բանը, արևմուտքն ու Ռուսաստանը, ինչպես նաև արևմուտքն ու Իրանը կամ համենայն դեպս Միացյալ Նահանգներն ու Իրանը, արդեն ոչ թե ինչ որ կոնֆլիկտի մեջ են, բացահայտ պատերազմի մեջ են իրար հետ, նրանց հարաբերությունները զրոյական արդյունքով խաղի տեսք են ընդունել,
Մինչև 22 թիվը այդպես չէր, էլի կոնֆլիկտներ կային, էլի իրար հետ հազար ու մի տարաձայնություն ունեն, բայց ինչ որ համագործակցության եզրեր կային, կարող էին իրար հետ պայմանավորել։ Հիմա ասում եմ, զրոյական արդյունքով խաղի տեսք է ընդունել այս ամեն ինչը։ Ու մեզ թվում է, թե չնայած այդ հանգամանքին մենք կարող ենք ինչ որ դիվերսիֆիկացիա ապահովել, համադրել նրանց շահերը այստեղ։ Ես չգիտեմ։ Ինչա բերելու։ Գետնի վրա պակն հայտա, որ Հայաստանի իշխանությունները ունեն արևմտյան այսպես ծայրահեղ աջակցություն, դա ընտրական process-ի ժամանակ էլ երևաց։ Պակն հայտա, որ ռուսների հարաբերությունները շատ վատանալու են։ Հիմա սրանք մեր հերոստատիտողների համար այսպես բառեր են, որոնք նկարագրում են իրավիճակը։ Բայց շատ քիչ է քննարկվում, թե գետնի վրա այս ամեն ինչը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Այդ ամեն ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, արդեն այս տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի կողմից ես վստահ եմ, որ դա շատ ծանր հետևանքներ, դրանք շատ ծանր հետևանքներ են ունենալու Հայաստանի տնտեսության համար։ Իմիջիայլոց, եթե Փաշինյանը շատ հանգիստ լիներ, որ եվրոպական շուկան բացվել է եւ այդ ամեն ինչը կոմպենսացվելու է, ես չեմ հասկանում ինչ կարիք կար այդ դեպքում զանգ տալու Պուտինին եւ պահանջելու կամ խնդրելու կամ հորդորելու, որ այդ սանկցիաները վերացվեն։ Իրականում բայց ակնհայտ է, չէ՞ որ դա երկար process է, ինքը չի կարող մի օր ու մի ամսում լինել։ Հասկանալի է, բայց ելի եմ ասում, ախր այդ որ խոսում են, չգիտեմ, 2 տոննա ծիրան են ծախել Ֆրանսիայում եւ եվրոպական շուկա մտնելը ու ամբողջ քո գյուղատնտեսությունը վերա կողմնորոշելը դեպի եվրոպական շուկա, հասկանում եք դա ինչ պրոյեկտ է, դա ինչքան ուսումնասիրություն է պահանջում, ինչ բանակցություններ են պահանջում, ինչ process է պահանջում, հետո մի երկու ապրանք կարող է ծախեն Եվրոպայում ու խնդրեմ չլինի, չգիտեմ, մեր ծիրանը իսկապես շատ լավն է, Եվրոպայում դրան լավ այլընտրանք դժվար թե գտնեն, եթե ուզենան հայկական ծիրան առնել, ու թուրքական ծիրանն էլ վատը չի իրականում։ Համենայն դեպս հայկական ալկոհոլ են ծախելու այնտեղ։ Հայկական ալկոհոլը այդ նույն հեշտությամբ եվրոպական Պորտուգալացիները հայկական գինի չեն խմի, պարոն Գրիգորյան։ Ոչ, պորտուգալացիները հայկական գինի չեն խմի։ Հայկական գինին այնտեղ ճանաչելի ընդհանրապես ամբողջ աշխարհում գինու մրցակցությունը հիմա այնքան երկրներ են գինի արտադրում։ Ու այն տեսակ դաժան այդ մրցակցությունը որ մտածել որ հայկական գինին կամ հայկական կոնյակը մտնելու է եվրոպական շուկա։ Օրինակ ֆրանսիացիները կարող արամանյակ չխմեն, արդեն հայկական կոնյակ խմեն։ Հա, դե ես հասկանում եմ ձեր հեգնանքը, հա, բայց եթե լուրջ խոսենք դրա մասին, այս տեսակ անլրջությունը ընդհանրապես, որ այդ ռոպագանդան իսկապես շփոթում են իրական քաղաքականության հետ, իրական տնտեսական անալիզի հետ, եվրոպական շուկա մտնելը խաղապար չի, դա այդքան հեշտ բան չի։ Կարճաժամկետ առումով կարող են կոմպենսացնել, կարող են ինչ-որ աջակցություն ցույց տալ, բան, բայց այդտեղ էլ հարց առաջանում, իսկ ինչի են դա անում։ Խոսքը ինչ ակնկալ Եվրամիությանն է։ Եվրամիությունը եթե ինչ-որ դոտացիաներ կարող է տա կամ կարող է ժամանակավորապես ինչ-որ այդ տեսակ բաներ անել, զիջումներ անել Հայաստանին, հա, ֆեյվորներ անել Հայաստանին, լավ, ինչի համար են անում։ Դրա գինն ինչ է, ինչ են ուզում մեզանից դրա փոխարեն։ Այդ հարցի պատասխանը ո՞րն է։ Հասկանում եք։ Ու իմ համար ակնհայտ է այդ հարցի պատասխանը։ Արևմուտքին Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, այդ Ռուսաստանի պերիֆերիայի երկրներում հետաքրքրում է մի բան։ Ну, ասենք Ուկրաինայում կարող ուրիշ բաներ էլ հետաքրքրեն, այնտեղ տարածքը մեծ է, հողեր կան, ինչ որ հա Եվրոպայի ամենամեծ երկիրն է, հանածոներ կան եւ այլն, մեծ պրոյեկտների մասին էին խոսում միլիարդավոր դոլարանոց, բայց հիմնական խնդիրը, հիմնական ստրատեգիական նպատակը այդ երկրներին դեպի իրենց քաշելու, այդ երկրների հետ ինչ որ հարաբերություններ կառուցելու, նրանց Ռուսաստանի դեմ ուրեմն Ռուսաստանի համար այդ երկրների գլխացավանք սարքելն է։ Ռուսաստանի համար տարբեր լարվածության օջախներ, Ռուսաստանի թուլացնող Ռուսաստանին հարվածող ինչ որ բաներ ձեռք բերելն է, հարվածելու ինչ որ հնարավորություններ ձեռք բերելն է։ Այստեղ բայց Հայաստանի իշխանությունները կարծես կարող միգուցե դեմ չլինեն այդ հանգամանքին։ Ամբողջ խնդիրն է որ դեմ չեն, ակնհայտորեն դեմ չեն, բայց մի ուրիշ բան էլ կա։ Եվրոպացիները երբ որ դա անում են, եվրոպացի ու ամերիկացի որ դա անում են, ուկրաինական մոդելը աչքներիս առաջ է։ Ցիտեմ ընդամենը վերջերս իր մահկանացուն կնքած ամերիկյան ամենաօդիոս քաղաքական գործիչներից մեկին Լինձի Գրամի մասին է խոսքը, բազմիցս այդ մարդը հայտարարել էր, որ Ուկրաինայի բանը, ներողություն, Ռուսաստանի դեմ մեր պատերազմը մեզ վրա շատ էժան է նստում, նախ ուշադրություն դարձրել, որ դա մեր պատերազմն է Ռուսաստանի հետ, ոչ թե ուկրաինական։ Հա, որովհետև զոհվում են ուկրաինացի զինվորները։ Հա, ես մի անգամ մի ուկրաինացի բլոգերի հետ էի խոսում, ասացի, ձեր երկրում
Միրշայմերի, Դուգլաս Մակգրեգորի պես մարդիկ սև ցուցակում են։ Այդ մարդկանց արձանները պիտի կանգնացնեի, որովհետև այն գլխից ասում են, որ դուք խելագարություն եք անում, փորձանքի եք բերելու ձեր երկիրը, ավերելու եք ձեր երկիրը։ Լինձի Գրամին դուք դրա փոխարեն Լինձի Գրամի պես մարդու, որը այս տեսակ հայտարարություններ է արել բազմիցս, եւ ոչ միայն Լինձի Գրամը։ Երբ Կիև է գալիս, օթանավի առաջ կարմիր գորգ են դիմավորում։ Այդ է բանը, արևմուտքի հիմնական մտահոգությունը, մտադրությունը մեր մոտ դեմոկրատիան առաջ տանելը չի, մարդու իրավունքները, տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծելը եւ այլն։ Ես 2008 թվի շարժման մասնակից եմ եղել։ 2008 թվի շարժման մասին էլ մի հոդված ունեմ գրած, միայն 2008 թվի շարժման մասին չի իհարկե, բայց դա շատ կարևոր մասներ ու տրիգերներ է հոդվածը գրելու, այսպես ասած։ Արևմուտքի համարյա թշնամական վերաբերմունքը այդ շարժման նկատմամբ։ Այն դեպքում, որ մի 2 տարի հետո Ուկրաինայի նմանատիպ շարժմանը այդ տեսակ աջակցություն եղավ։ Միայն մի բացատրություն ուներ։ 2008 թվի Հայաստանի մասսայական շարժումը հրաժարվեց հակառուսական գործիք դառնալուց, իսկ 2013 թվականի Ուկրաինայի շարժումը չհրաժարվեց դա անելուց։ Եվ դարձավ։ Վրաստանն էլ համեմատեք ինչ աջակցություն ուներ Սաակաշվիլին, հիմա ոնց են վարվում վրացիների հետ, որովհետև վրացիներն էլ հիմա հրաժարվում են այդ գործիքի դերը կատարել։ Հակառուսական գործիք դառնալ։ Ընդհանրապես իմ մոտ պարոն Գրիգորյան, մի քիչ զուգահեռներ առաջանում 1920-1920 թվականների շատ կարևոր զուգահեռ։ Հիմիկվա զուգահեռների միջև, որովհետև այն ժամանակ էլ դե Ռուսաստանը փոթորկվում էր հեղափոխ, այսինքն հանգիստ չէր վիճակը, բաներ քաղաքացիական պատերազմից եւ մերոնք գնացին դեպի Անտանտա, մերոնք այսպես Սևրի պայմանագրի վրա հույս դրեցին, Սևրի պայմանագրի վրա հույս դրեցին, Ֆրանսիացին գործ չունենալ բոլշևիկների հետ, հետո սկսեցին մեղադրել, որ բոլշևիկները գործարքի գնացին Քեմալի հետ, մեկին մեկ լրիվ նույն վիճակն է, մի տարբերությամբ։ Դաշնակցականները այն ժամանակ շատ անփորձ էին, շատ ավելի անփորձ էին պետականության առումով։ Ցեղասպանության բեկորների վրա ստեղծող։ Հետո ինչքան էլ պատրանքային ու ինչքան էլ աննորմալ պայմանագիր էր Սևերը, ինչ որ բան էր դա, ասենք ու շատ դժվար էր դա անտեսելը։ Թե հիմա ինչի վրա են հույս դրել, ես չգիտեմ։ Պարոն Գրիգորյան, լավ, դրա հետ միասին եթե հիմա խոսում ենք հայ-ռուսական այսպես խորացող ծայրահեղ հարաբերությունների մասին, ես ուզում եմ նկատել, որ զուգահեռ նմանատիպ process Ադրբեջանում է տեղի ունենում։ Այսինքն մենք տեսնում ենք Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիում ուղղակի այսպես քիչ է մնում, բացայտ ձեռը հառնում, հա։ Եվ նաև դրանից հետո Մերցի հետ հանդիպման ժամանակ բավական անհարգալից հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին Ուկրաինային աջակցող ուկրաինական աջակցողը դա միշտ արել է։ Այդ միշտ արել է։ Հա, բայց ասում են ինչ որ կարելի է Զևսին չի կարելի, այսպես մեղմ արտահայտենք ցլին, հա, որովհետև Մոսկվայում կամ մոսկովյան հայտարարությունները երբ որ նայում ենք ի պատասխան մեկնաբանությունները, այն ինչ որ կախված է Ադրբեջանի հետ ռուսական կողմը շատ մեղմորեն եւ շատ զգուշավոր է մեկնաբանում, հայկական կողմի բարագայում մեզ ուղղակի այսպես դատապարտում են եւ ինչն է։ Այդտեղ էլ կատեգորիայի սխալ կա սովորաբար, երբ որ այդ համեմատությունն անում ենք, մենք խորանում ենք այն բանի, որ մեր դաշնակիցն է, այսօր ձեր ռուսները մեր հետ ավելի կոպիտ են վարվում, քան Ադրբեջանի հետ։ Նախ ռուսների ակնկալիքները Հայաստանից ուրիշ են, քան Ադրբեջանի հետ։ Ասենք զուտ ֆորմալ առումով մենք դաշնակիցներ ենք ի վերջո, հայ-ռուսական կապերն ու հարաբերություններն էլ ռուսների համար լրիվ ուրիշ նշանակություն են ունեցել միշտ, քան ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Հա, բայց այստեղ խնդիրը նաև ուրիշ հարթության վրա է։ Ադրբեջանի հետ այդ կոնֆրոնտացիոն բանին գնալը նրանց համար հիմա շատ ավելի քիչ նպատակահարմար է եւ նրանց համար կարող է ավելի մեծ գին ունենալ։ Եվ ժամանակավրեպ է, իսկ Հայաստանի պարագան նույնը չի, հասկանում եք, ու սա ես սրան նայում եմ ստրատեգիական տեսանկյունից, սրան չեմ նայում նեղանալու, չնեղանալու, սրանք ինչ բարեկամներ են, ինչ դաշնակիցներ են եւ ինձ համար ռուսները ուրիշ երկիր են, ուրիշ պետություն են, որոնք առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Եվ այդ ակնկալիքը, որ Հայաստանի շահերով պիտի առաջնորդվեն ռուսները կամ չգիտեմ հայերի նկատմամբ չգիտեմ ուրիշ վերաբերմունք պիտի ունենան, դա պիտի ինչ-որ ուրիշ դրսևորումներ ունենա եւ այլն։ Իմիջիայլոց շատ հաճախ ինձ մոտ տպավորություն է մեր արևմտամետների մեծ մասը նեղացած ռուսամետներ են։ Ասեք այդ բանն է, ինչ-որ չարթարացված սիրո, չարթարացված ակնկալիքի ինչ-որ բան կա, մոմենտ կա այդտեղ, հա։
Բայց ես ռուսներից հենց այդ պատճառով չեմ նեղանում, որովհետեւ ես ռուսներից երբեք նման ակնկալիքներ չեմ ունեցել։ Ես ռուսներին միշտ համարել եմ ուրիշ պետություն, որը առաջնորդվում է իր շահերով, որտեղ մեր շահերը համընկել են, ես կողմ եմ եղել այդ համագործակցության, որտեղ չեն համընկել ռուսների տեսակ վերաբերմունքը առանձնապես ինձ չի խոցել հոգեբանորեն։ Բայց մի բան ասեմ, Ալիևի հետ կապված, Ալիևի վարքագծի հետ կապված, Ալիևը մեր սխալներն է անում հիմա շարունակաբար։ Այդ հաղթանակը գլուխն է անգել Ալիևի։ Կարծում եք։ Այո, ինձ թվում է Ալիևը ինչ որ մի քիչ սկսել է գերագնահատել այդ հաղթանակի նշանակությունը։ Նու ընդեղ նաև այդ մոմենտը կա, որ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը, այդ մի առիթով ես Facebook-ում գրել եմ, որ մենք ուզում էինք մեր սուվերենիտետը վերականգնել Ղարաբաղի հարցը տենց վերջնական լուծելով, վերականգնեցինք Ադրբեջանի սուվերենությունը, որտեղ նրանք իսկապես ավելի անկախ դարձան Ռուսաստանից, իսկ նրանք, ասենք, նույնիսկ այդ հարցի լուծումից հետո մեր կախվածությունները ավելի շատ են Ռուսաստանից, քան Ադրբեջանինը։ Բայց նույնիսկ այդ պարագայում ինձ թվում է Ալիևի վարքագիծը մի քիչ ավելի ամբարտավան է, քան թույլ է տալիս դա ուժերի հարաբերակցությունը, եւ ինձ թվում է նրա վերլուծությունն էլ բանի է տրայեկտորիայի թե ռեգիոնում ուժերի հարաբերակցությունը ինչ ուղղությամբ է զարգանալու, մի քիչ ինձ թվում է չափազանց լավատեսական է իր Ադրբեջանի։ Ես ենթադրում եմ, որ ինքը հաշվարկել է, որ ունի Իսրայելի ամբողջական սփորթը, Իսրայելի միջոցով Միացյալ Նահանգների աջակցությունը, Թուրքիան կա ու կա։ Հիմա դե բանը ինձ թվում է ժամանակն է մի քիչ ավելի ուշադիր վերլուծելու, թե Իսրայելի Միացյալ Նահանգների ինչ է կատարվում այդ Իրանի հետ պատերազմի կոնտեքստում։ Եվ այդքան ես Ալիևի փոխարեն համենայն դեպս այդ աստիճանի վստահ չէի լինի, որ միշտ կարող եմ հենվել Իսրայելի ու Ամերիկայի աջակցության վրա Իրանի դեմ։ Պարոն Գրիգորյան, իդեպ Իրանի մասով, քանի որ Միացյալ Նահանգներում եք այսպես մոտիկից հետևում եք քաղաքական հոսքերին, Թրամփի ուզած Իրանի հարցում ի՞նչն է։ Թրամփի ներքաշեցին այդ պատերազմի մեջ։ Կարող ենք այսպես զուգահեռ, միշտ շատերը ասում են, որ Ուկրաինան ռուսների համար դարձավ ստրանա լավուշկա, այսինքն երկիր թակարդ։ Իրանք մտան մի պատերազմի մեջ, որտեղ չպետք է մտնեին, ու այդտեղից ելքը, այդ էքզիթը շատ դժվար է կամ գրեթե անհնար է, կարող ենք ասել, որ սրա մինի տարբերակը Ամերիկան ունեցավ Իրանում։ Տարբերություն ինչ անալոգիա կա ինչ-որ, այդտեղ նմանություն կա իհարկե, լրիվ այդ համեմատությունը ժխտել հնարավոր չի, բայց իրականում սրանք շատ տարբեր դեպքեր են։ Ռուսները փորձեցին խուսափել այդ պատերազմից եւ չկարողացան։ Ռուսները իրականում ամեն ինչ արեցին այդ պատերազմից խուսափելու համար, բայց նրանք չկարողացան, հիշում եք, պատերազմի նախորդին էլ նրանք առաջարկություններ էին արել, նրանք պատրաստ էին այդ Մինսկ 2 process-ը ավարտին հասցնել։ Պատերազմը սկսվելուց մի ամիս հետո Ստամբուլում նրանք եկել էին արդեն համաձայնության, որը տորպեդահարվեց Բորիս Ջոնսոնի այցելությունից հետո եւ այլն, այսինքն այդ փաստերը, որ ռուսները պատրաստ են եղել ինչ-որ կոմպրոմիսի։ Մինսկի ձևաչափ կա, բան կա։ Դա մեկ, երկրորդ, ռուսների համար Ուկրաինան կորցնելը, իսկ թույլ տալը այդ process-ի, ուրեմն ամբողջացումը նշանակում էր Ուկրաինայի կորուստ, նշանակում էր Սև ծովի կորուստ, նշանակում էր Սև ծովյան նավատորմի կորուստ, նշանակում էր Ռուսաստանի համար ստրատեգիական մի շատ կատաստրոֆիկ վիճակ, նաև ասենք այդ բնակչությունը կար արևելյան Ուկրաինայի, որի նկատմամբ վերաբերմունքը այդ ուկրաինական իշխանության մեղմ ասած այնքան էլ Նավառացիա կոչեցյալը։ Իվանը դե Դոնբասի, Լուգանսկի այդ ռուսական բնակչության նկատմամբ շատ բացասական էր 14 թվականից մինչև 22 թիվը ընկած ժամանակաշրջանում այնտեղ 10,000-ից ավել մարդ է զոհվել։ Եվ համարել, որ ռուսները դա կարող էին ուղղակի անտեսել, բանի տեղ չդնել, մի կողմ նայել, նաև համարել, որ դրանով վերջանալու էր, Ուկրաինայով վերջանալու էր, ու Միացյալ Նահանգներն ու Եվրոպան այլևս Ռուսաստանից բան չէին ուզելու։ Դա էլ է բավականին մեծ երևակայություն պահանջում, ամենայն դեպս մարդիկ, ովքեր այդ հարաբերությունները, այդ բան հետսառը պատերազմյան շրջանում այդ հարաբերությունները ուսումնասիրել են, դժվար թե այդ եզրակացությանը գային։ Իրանի հանգամանքը ներողություն, որ ի սկզբանե կար չէ այդ պայմանավորվածությունը, որ արևմտյան էքսպանսիան կամ ՆԱՏՕ-ի էքսպանսիան դեպի դա բան է, դա խոսման դրժում էր, դրա մասին շատ ենք խոսել, դրա համար չեմ ուզում մանրամասն խորանալ դրա մեջ, 89 թվականին դեռ այդ խոստումը եղավ, որ դրժվեց, հսկայական գրականություն կա դրա մասին, ամերիկյան գրականություն, ոչ թե ռուսական, հսկայական ամերիկյան գրականություն կա այդ ամեն ինչի հիմնավորող։
Իրանի պարագան տարբեր էր, Իրանը ընտրովի պատերազմն է, հերթական, Միացյալ Նահանգները կանգնել են մոտավորապես նույն փոცხի վրա, ինչ արդեն մի քանի անգամ կանգնել են այս վերջի մի 20-30 տարում, եւ դա ընտրովի պատերազմ էր, այսինքն ոչ մի էգզիստենցիալ սպառնալիք չկար Իրանից, եւ այս դեպքում Իրանն էր, որ պատրաստ էր որոշակի համաձայնության, որոշակի կոմպրոմիսի, մասնավորապես եթե ինչ-որ մարդիկ պնդում են, որ հիմնական շարժիչ ուժը այս պատերազմի կամ ամերիկացիների որոշումների կայացման հիմնական մոտիվը Իրանի միջուկային ծրագիրն էր, Իրանը պատրաստ էր լուրջ կոմպրոմիսների այդ միջուկային ծրագրի հետ կապված։ Նաև, ասենք 16 թվականին արդեն փորձ ունենք, որ նրանք կնքել էին այդ JCPOA-ը, որը բոլոր մասնագետների ու մի քանի նաև եվրոպական երկրների կառավարությունների տեսակետից բավականին ուրեմն արժանահավատ փաստաթուղթ էր, բավականին արժանահավատ համաձայնություն էր, որը կվերահսկեր Իրանի միջուկային ծրագիրը։ Ոչ մի լուրջ մասնագետ լուրջ չի վերաբերում դրան, որ դե միջուկային ծրագրի պատճառով հարձակվեցին Իրանի վրա։ Նույնիսկ Մարկո Ռուբիոն պատերազմը սկսվելուց մի 2-3 օր հետո հայտարարեց, որ դե Իսրայելը խփելու էր, մենք ոչինչ չէինք կարող անել։ Գիտեինք, որ Իրանը հակահարված էր տալու այդ թվում ամերիկյան ուրեմն բաներին, ակտիվներին, բազաներին մերձավոր արևելքում եւ մենք փաստորեն բաներ, մեր հարվածը կանխարգելի չհարված էր։ Մի կարքին կազուս բելի, տենց էլ ամերիկացիք չեն գտել մինչև օրս, պատերազմի առիթ։ Մինչև օրս։ Եվ հետո բանը անդադար այդ խոսակցությունները, որ հա դե բավոր Իրանը միջուկային երկիր, ախր այդ պատերազմից առաջ շատերը կանխատեսում էին եւ հիմնավորում էին եւ շատ ճիշտ էին անում, որ իրականում նման պատերազմը կարող է Իրանին հրել դեպի միջուկային երկիր դառնալու որոշում։ Այսինքն դա կարող է ունենալ ճիշտ հակառակ արդյունքը, ինչից ենթադրաբար Միացյալ Նահանգները։ Դե այսպեսի վերլուծություն կարդացել եմ, որ դա կարող է բերել մերձավոր արևելքում ընդհանրապես ատոմային պրոլիֆերացիայի, հա, որովհետև եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, Սաուդցի կուզեն, թուրքերը կուզեն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան հաջորդ տեխնացուներն են նման։ Իսրայելը ունի, հա, եւ չի հայտարարում նրան։ Դե բայց գիտենք որ ունի, հա։ Մի խոսքով, սա հետո որ նայում ես, ասենք այս պատերազմի ընթացքում մի քանի անգամ հետ քաշվեցին, ինչ որ բանակցությունների գնացին, ինչ որ զիջումներ են պատրաստ անել, բայց հետո այդ զիջումներից հետո փոշմանում են, վերքերը լիզեն, նորից հարվածեն, բայց չգիտեն ինչ են ուզում։ Այսինքն Թրամփի ես ուզում հասկանալ, ոչ միայն կազուս բելին չկա, ներողություն, Նարեկ ջան, բանը չկա, հաղթանակի տեսություն չկա։ Այդ եմ ուզում ասեմ, Թրամփի վարչակազմը ձևակերպել է, որ երբ որ մենք հասնենք սրան, սրանով կհամարենք, որ հարցը վերջացած է եւ, չգիտեմ, պատերազմը նայում ես, ասենք Փիթ Հեքսետի պես մարդկանց, մի առիթով ասել էի բանը, դրան նույնիսկ չէր կարելի ինչ որ բանը Gold's Gym-ում մարզիչի դեր վստահել, որոշ ընկերներից դիտողություն արեցին, որ Gold's Gym-ի մարզիչներին իզուր տեղը նեղացրել եմ, հիմա ես մասսայաբար ներողություն եմ խնդրում դրա համար։ Հա, Փիթ Հեքսետը որ խոսում է դրանից, այս ջարդեցինք, այն ջարդեցինք, այդ մարդը չի հասկանում, որ առանց քաղաքական նպատակի ինչ որ բան ջարդում շուրանելը, դա բարբարոսության բառարանային սահմանում է։ Ուղղակի ոչնչացումը։ Պատերազմի գնալու միակ արդարացումը քաղաքական ինչ որ նպատակի հասնելն է։ Վնաս հասցնելը չի կարող լինել քաղաքական նպատակ։ Շատ հաճախ Հորմուզի ամբողջական վերահսկողությունը կարելի որպես քաղաքական նպատակ Միացյալ Նահանգների։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ որ հիմա Հորմուզի վերահսկողության մասին Հորմուզը բաց էր։ Հորմուզի խնդրեմ գոյություն չուներ պատերազմից առաջ, Իրանն էլ այն եզակի երկրներից էր, որ չնայած ասենք իր տարածքին, իր ծովային սահմանին շատ մոտ էր անցնում, իր ծովային սահմանի ներսով էր անցնում։ Բանը Հորմուզի այդ նեղուցի մեծ մասը, նրանք որևէ հավակնություն բան չէին արել երբևէ այդտեղ։ Պրոբլեմ չէին հարուցել, հա։ Պրոբլեմ չէին հարուցել։ Հիմա Հորմուզի նեղուցը պրոբլեմ դարձավ, ու հիմա Հորմուզի նեղուցի բացելը դարձել է կազուս բելի։ Ինչ ասեմ։ Այսինքն չկա այդ ձևակերպումը որպես այդպես։ Ես մեկ բան եմ անում, մեկ զարմանում եմ, Միացյալ Նահանգներում փայլուն համալսարաններ կան, փայլուն ծրագրեր կան, կառավարման դպրոցի, դիվանագիտական դպրոցի, նույն, չգիտեմ, Հարվարդի, Պրինսթոնի, Ջորջթաունի, Թաֆտսի այդ դպրոցները, ասում եմ, դրանց շրջանավարտներն են, չեն գնում այնտեղ բանանում։ Ես գիտեմ դրանց բոլոր դասախոսները, այս էլեմենտար բաները ոնց չեն հասկանում, զարմանալի է։ Բայց հետո ես ինքս ինձ հիշեցնում եմ, որ հաճախ Հայաստանում իմ ընկերների, գոլեգաների հետ բանավիճելիս միշտ այդ բանն է գալիս, որ
Բայց ոնց ուրեմն մի ստրատեգիական հաշվարկ կա սրա տակ, ինֆորմացիա կա, որ մենք չգիտենք։ Շատ հաճախ ստրատեգիական հաշվարկը չի որ բան է անում։ Դե Հայաստանում ներքաղաքական պրոտեստների ժամանակ միշտ մատը վերև տնկել ու նեպի նկարացույց տալ ու ասել մի բան գիտի որ անում է, դա 30-ամյա գոնե ընդունված երևույթ է։ Միայն Հայաստանի պարագայում չի, ասենք շատ գայթակղիչ է այդ մոդելը, որ ասենք չգիտեմ, ռուսական գլխավոր շտաբի մոդելն է, էլի նստում են ինչ-որ հաշվարկ են անում ստրատեգիական, գինը, հնարավոր ռիսկերը, հետևանքները եւ այլն։ Այդ մոդելով չեն տեղի ունենում բաները։ Ֆրիդրիխի բանակի տրամաբանությամբ բանի մոդելով են, ինչ որ շահախմբեր իրար հետ սակարկում են, թե քաղաքականությունն ինչ պիտի լինի, եւ ստրատեգիան այդտեղ դառնում է շատ երկրորդական, երբ որ բավարարում ես, երբ որ քո արտաքին քաղաքական ու անվտանգության քաղաքականության որոշումները դառնում են ինչ որ շահախմբերի պահանջներն ու ակնկալիքները բավարարելու միջոց, այդ դեպքում ստրատեգիան չի կարող կործանարար հետևանքների աշխարհը շոուի մեջ է մտել։ Ընդհանրապես պատերազմն որոշակի շոուի էլեմենտ է դարձել։ Կա այդ խնդրեմը։ Այսինքն պատերազմին են սկսել անլուրջ վերաբերել։ Հա, անլուրջ վերաբերել, ասենք երբ որ Թրամփը հայտարարում է, որ այս գիշեր կվերանա աշխարհի ամենահին ցիվիլիզացիաներից մեկը թվիթ է անում, հա, X-ում ու բոլորս վախեցած սպասում ենք, այս ինչ է։ Կանադան էսա 51-րդ նահանգն է դառնալու, Գրենլանդիան եմ գրավելու եւ այն իսկապես այդ անլրջության այս մակարդակը Միացյալ Նահանգների օրվելյան բան կա էսա։ Միացյալ Նահանգների establishment-ում այդ բանն է, սնանկությունն է այսօր տիրում, ինչպես օրինակ, չգիտեմ, եվրոպական establishment-ում էլ այդ սնանկությունն է։ Ռուսականի պարագայում, չինականի պարագայում չեմ ասում, որտեղ այլ մոդելներ են, ավտորիտար համակարգեր են, բայց այնտեղ միշտ այդ բանը թարմարուրը ներարկվում էր, էլի։ Հիմա կարծես թե սնանկություն կա։ Դրանք շատ կարծրացել են եվրոպական ու ամերիկյան establishment-ները նույնպես, Իսրայելի establishment-ը, որ ամենազարմանալին է, որովհետև այդ տեսակ վտանգների առնչվող երկիրը շատ ավելի լուրջ պիտի մոտենար որոշ բաների, բայց այնտեղ էլ շատ իդեոլոգիզացված է ամեն ինչ։ Իսկ Միացյալ Նահանգների պարագայում հատկապես նորից եմ կրկնում, արտաքին քաղաքականությունը դարձել է մի ինչ որ տարբեր շահախմբերի շահերը բավարարելու միջոց։ Մի պարզ օրինակ, ասենք ՆԱՏՕ-ի էքսպանսիայի մասին խոսեցինք քիչ առաջ։ ՆԱՏՕ-ի էքսպանսիայի ամենակարևոր հրողներից մեկը, ամենակարևոր այդ ոգեշնչող ուժը Ամերիկայի ռազմաինդուստրիալ կոմպլեքսն էր։ Փոփոխ աշխատի։ Հա, մենակ Հունգարիայի օդուժը գրում էին, այն ժամանակ բան էին անում, դրա մասին ուսումնասիրություններ կային, որ մենակ Հունգարիայի օդուժը, այսպես ասած, upgrade անել նատոյական ստանդարտին բերելը արժանալու էր $9 միլիարդ։ Ով պիտի այդ բանը այդ ժամանակակից դարձնելու գործը աներ, այդ հունգարական օդուժի ավիանիկան փոխեր, Lockheed Martin-ը պիտի աներ, չէ՞։ Ու այդ տրամաբանությամբ ա եղել ՆԱՏՕ-ի էքսպանսիան։ Իհարկե մենակ իրանք չէին, այնտեղ կոալիցիա կար ինչ որ տարբեր շահախմբերի։ Իլինոյում ապրող լեհերը Միացյալ Նահանգներում, ասենք Իլինոյում ապրող այնտեղ կոնցենտրացված լեհական բան կա, հա, շատ մեծ կողմնակից էին ՆԱՏՕ-ի էքսպանսիայի ակնհայտ պատճառներով, ընդհանրապես արևելաեվրոպական ինչ որ բնակչություններ կային, որոշ նահանգներում կենտրոնացված, որոնք շատ կողմ էին բանի այդ ՆԱՏՕ-ի էքսպանսիայի քաղաքականության ակնհայտ պատճառներով։ Ասենք այդ մարդու իրավունքների ինդուստրիան, որ Ռուսաստանին թիրախ դարձեց։ Հետաքրքիր է, էլի, ասենք Ռուսաստանում լիքը մարդու իրավունքների խնդրեմ կա, դա անվիճարկելի է, այն ժամանակ հիմա էլ կա, բայց մեկ էլ նայում ես ասում ես, լավ, Սաուդյան Արաբիայում ավելի շատ մարդու իրավունքների խնդրեմ կա, թե Ռուսաստանում։ Դե Սաուդը կամ Չինաստանում ավելի շատ մարդու իրավունքների խնդրեմ կար, թե Ռուսաստանում։ Հիմա իհարկե Չինաստանի հետ էլ է ճշնամանքը բանանում, բայց ասենք 90-ական թվականներին Չինաստանի հետ բան էին։ Լոյալ էին վերաբերվում շատ բացատրությունն ինչն է, որ ասենք այս sense կոալիցիա էր ստեղծվել, որ այդ տորթը բաժանում էր այդ ՆԱՏՕ-ի էքսպանսիայի, իրենց տարբեր շահերի, դե մարդու իրավունքների ինդուստրիան էլ իր փայը ստացավ, Ռուսաստանում այս ժուրնալիստին են նեղացրել, այս քաղաքական գործին են նեղացրել, օրենսդրությունը էս չի։ Չինաստանի պարագայում կոնտրլոբի կար։ Տնտեսական լուրջ հարաբերություններ կային Չինաստանի հետ։ Չինաստանի հետ փոխկապակցվածություն կար իրենց տնտեսությունների, ու ասենք Չինաստանի դեմ ինչ որ այդ տեսակ մոբիլիզացիա ապահովելը, Չինաստանի որպես այդ տեսակ թիրախ դարձնելը դիմադրության էր հանդիպել։ Ռուսաստանի դեպքում դիմադրություն չկար։ Հա, մի բան էլ ասեմ, ես կապակցեմ սիրած պատմություններից մեկն է։ Համեցեք։ Քոլին Փաուլը 92 թվականին, թե 3 թվականին
ինչ որ բանից դուրս է գալիս քննարկումից կոնգրեսում, որտեղ Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն է քննարկում։ Դե ասում են խաղաղության դիվիդենդ, սառը պատերազմը վերջացել է, ինչ ես ուզում այն մարդ։ Ու շատերը երևի գիտեն Քոլին Փաուելը ամենաչափավոր, ամենախաղաղասեր, զգուշավոր այն գլխավոր շտաբի պետն էր այն ժամանակ, որպես պետական գործիչ Քոլին Փաուելը ամենաչափավոր մարդկանցից մեկն էր, ամենաոչ ռազմատենչ, չնայած ինքը գեներալ էր ու ասենք բանակի միջոցով այդ պետական ապարատի մեջ հայտնված մեկը, այս Քոլին Փաուելը այլայլված դուրս է գալի այդ քննարկումից, ինչ որ մեկը հանդիպում է միջանցքում, տեսնում է Քոլին Փաուելին այդ վիճակում, ասում է ինչա պատահել, ասում է ես այլևս այս վիճակը չեմ կարող հանդուրժել, բանը I'm running out of enemies թշնամիներս վերջանում են հա այսինքն դա ասում է որպես վատ բան բայց թշնամիները պետք էին ինչ որ մեծ բյուջեներ արդարացնելու համար մեծ ռազմական ծախսեր արդարացնելու համար սառը պատերազմի այդ ժառանգությունը շատ դժվար ժառանգություն էր դրանից ազատվելը հեշտ չէր լինելու իսկ Ալ-Կաիդան այն ուժը չէր, որը կարող էր արդարացնել 13-րդ ավիակիրը կամ F-35 ծրագիրը, հա, լուրջ թշնամի էր, պետք Ռուսաստանը հետ էր։ Իդեմս բանի է։ Դե միշտ էլ է դա եղել։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ շատ։ Ժամանակ գտնելու հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրն Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանը մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։